Հարգելի գործընկերներ, ես համաձայն եմ Մարգարիտ Եսայանի հետ, որ հայրենասիրության դասեր չտանք եւ ընդհանրապես որևէ դասեր չտանք, ոչ միայն հայրենասիրության դասեր չտանք, բայց որ հարգարժան Մարգարիտ, երբ որ ճիշտ միտք է արտահայտվում, երբ որ մենք քննարկում ենք, պետք է ուրախանանք նաեւ դրանով, այլ ոչ թե տխրենք, դա էլ պետք է այդպես լինի։ Երբ որ այս ամբիոնից կամ այլ հարաբերության տարբեր ամբիոններից դաթարի միտք ասելուց ուրախանալը կամ հաջողված աչքերով նայելը մի քիչ ոգևորվել է, այդ դեպքում կդադարի մեր միասնականության գաղափարը։ Մի հետարքիր բան եմ ուզում ասեմ, որ երեք չառաջորը համացանցում նայեցի, հույն մի երեխա է 8-9 տարեկան, որը Ռումինիայում մրցույթ է եւ սկսում է երգել, դեռ նախապատրաստական աշխատանքներ, ծնողներն են եւ այլ մարդիկ են, հենց որ սկսում է երգել, մեկ էլ բոլորը sense խանդավառությամբ նայում են նրա տաղանդի շատ հզոր, ասենք երեխան նենց մի հատ տաղանդով է երգում, աչքերը բոցկալում են, ասինքն եւ ցույց է տալի այդ օպերատորը այդ մարդկանց շարժուձևը, թե ինչ վերաբերմունք ունեն այդ նստած փոքր աուդիտորիա է, ցույց է տալի եւ հաճույք ես, ասում ես ինչ է կատարում, ասինքն կյանքը հետարքիր է, այս երեխան նենց մի հատ բացահայտում արեց, որ բոլորը ուրախացան, ոգևորվեցին։ Հենց որ մեր եւ այս լսարանում եւ տարբեր լսարաններում մենք դադարենք մեր ոգևորվելու ունակությունը դրսևորել, կարող են ներքուս ոգևորվեն, բայց չուզենաներ դա ցույց տան, որ իրանք շատ վատագործեր է։ Այս առումով իհարկե բանակի մասին խոսելիս մենք պետքա ասենք հետեւյալը։ Այո, բանակը մեր պետության։ Պարոն Մելքումյան ջան, ես չեմ կարա չարձակակեմ, այս ժամանակը հարց չկա պահեմ, էլի։ Հույները չէ ոգևորեցին։ Բաստեղել հույների ասածները լսեք, ոգևորվեք տոն կվյարկեք։ Համեցեք հիմա։ Եթե ժամանակը սպայեցիք, ուրեմն բնականաբար անկախ ազգությունից, հատկապես որ դու իմ ընկերն ես, ես հստակ պետք է նշեմ, որ իհարկե դուք իրավացի եք, այո, մենք պետք է կարողանանք ոգևորվենք, բայց ես ուզում եմ միտքը շարունակեմ։ Բանակին մենք քիչ ենք տալիս։ Ես համաձայն եմ, որ մենք պատերազմի մեջ ենք։ Բա կարելի է, պարոն նախարար, պատերազմի ժամանակ հանկարծ մենք խոսենք բանակում կատարվող այն լայնածավալ, չգիտեմ, այն կոռուպցիոն ռիսկերի, գնումների, չգիտեմ ինչի մասին, որ խոսում։ Բա պատերազմող երկիր իրան կարա թույլ տան շռայլություն, որ բանակում այդքան խնդիրներ ունեն ու դրա մասին խոսվի։ Կարող է այդ խնդիրները այդ խոսացածից ներկայացրածից շատ քիչ են։ Ես չգիտեմ, դա դուք պետք է իմանաք, բայց պետքա թույլ չտաք ուրեմն որ տես ներկայացվի։ Սա հակահայրենասիրական քայլ է։ Եթե հանկարծ պարզվի ճշմարտությունը, որ բանակում այդ խնդիրները շատ ավելի մնագակռատնի բազմապատիկ քիչ են, քան այն ինչ որ ներկայացվում է, ուրեմն մենք չունենք պետական քարոզչության մեքենա արդյունավետ, որը պետք է փոխվի։ Սենց այդ ես քիչ հետո 5.5 միլիարդ դրամի եւ այլ ռիսկերի ապահովական ռիսկերի մասին խոսեմ։ Օրինակ Հնդկաստանից որ միսը բերվում է այդ գնումների մասին ասել եմ եւ ընդամենը 400-450 դրամ էժան է։ Բայց չենք կարող հաշվարկենք տեսնենք, որ մենք պետք է կարողանանք մսամթերքը եւ այլ գյուղատնտեսական ապրանքներ ձեռք բերենք մեր գյուղացիական տնտեսություններից, որտեղ մենակ գինը չի, դրան գումարվում է այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ մենք կարողանում ենք մեր գյուղատնտեսությունը զարգացնենք եւ ունենանք որակյալ մսամթեր կամ այլ ապրանքներ բանակի համար, հա? Սա հստակ խնդիր է, որ ես կարծում եմ, որ պետք է լուծենք։ Երկրորդը Ես դեմ եմ այդ շկալաների դիվերսիֆիկացիային, դեմ եմ հստակ, որտեղ սա ազգային турքի եւ ազգային միասնականության գաղափար է։ Ասված է, որ մեր մոտեցումը հետեւյալն է։ Մենք կարող ենք գնալ դրան, բայց ես դեմ եմ նաեւ, որ այստեղ իմ գործընկերներից մեկը, կարծեմ Նիկոլ Փաշինյանն էր, հակադրում է իրար։ Այսինքն մենք եկեք բարեգործությունը չհակադրենք օրենքով սահմանված այն ազգային турքի գաղափարին, որը կա։ Մարդիկ ուզում են բարեգործություններ անել։ Ի վերուս չտեսնենք կրիմինալ այդ բարեգործության մեջ եւ գնանք հակադրենք այս երկու բանը իրար։ Ինչի՞ մասն է խոսքը։ Չի կարելի երբեք մենք պետք է հասարակական տարբեր խավերի, տարբեր երևույթներ չպետք է կարողանանք չանենք իրար չհակադրենք, ոնց որ Սևանա լճի խնդիրը հակադրում ենք էկոլոգիական, չգիտեմ, Արմավիրի, Արարատի մարզի գյուղացիական տնտեսություններին, չգիտեմ, հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները հակադրում ենք էկոլոգիական խնդիրներին։ Հասարակության մեջ պետք է կարողանալ ընդհանրական կոմպրոմիսի միջավայր առաջացնել։ Հիմա այս կոնկրետ մասնագիտական խնդիրներին, պարոն փոխնախարար, մենք այստեղ խոսել ենք հարկային օրենսգրքի մասին։ Ուղիղ մի ամիս հետո բերում ենք հարկային օրենսգրքի մասին խոսելիս, լավա Վախթանգ Բիրումյանը ստեղ նստած է։ Բերում ենք ասում ենք, որ մի ամիս հետո եկեք նոր հարկ ներմուծենք։ Այ ընկեր, մենք գրել ենք, որ հարկային օրենսգիրքը երկար ժամանակ հավասար խաղի կանոններ ու չի փոփոխելու։ Բայց ինչ ենք բերում փոխենք։
Կարելի էր գտնել այնպիսի գործիք, որ այդ նոր հարկատեսակը չներմուծեինք մենք, կարողանայինք տեղավորվեինք դրա մեջ։ Սա ես գտնում եմ, որ գաղափարախոսական առումով, մոտեցման առումով սա կառավարության խնդիրն է։ Գաղափարը լավն է, ես պաշտպանում եմ ազգային турքի, բայց որ մի ամիս առաջ հարկային օրենսգիրք ես ընդունում, հետո էլ բերում ես նոր հարկատեսակ ես ներմուծում, բա կարող է տենց շատ գաղափարներ ունենանք։ Այսինքն երամսյակը մեկ նոր հարկատեսակ ենք բերելու, ընդունենք։ Սա հաջորդը, մյուսը կապված ապահովական վճարի հետ։ Պարոն Սարգսյան, դուք ասեցիք բաց թողնված օգուտի մասին։ Ես համաձայն եմ։ Ապահովագրական ռիսկը այն բաց թողնվածի փոխհատուցումն է, որը ենթադրում ենք, որ կլինի թե չի լինի։ Բայց դուք հաշվել եք այդ գումարը, այդ 5.5 միլիարդը բավարարելու է այդ ամբողջ բաց թողնված օգուտը փակելու համար, եթե բավարարելու եք, խնդրեմ, մի քիչ չափելի ասեք, թե ոնց եք դուք ասում, որովհետև մենք ասում ենք Աստված մի արածի, որ շատ ռիսկեր ունենանք մենք։ Երկրորդը կապված հիմնադրամի շուրջը տնտեսական բարենպաստ միջավայր ունենալու հետ։ Ես չգիտեմ հիմնադրամը ինչ գործարքների է գնալու, դուք այնտեղ պարտատոմսերն ենք մենք ասում եւ այլն, բայց հնարավոր է որ հիմնադրամ եւ ինչ որ սուբյեկտ հարաբերությունների մեջ վեճ առաջանա, այդ թվում միջազգային, եթե դա ներդրվելու է։ Մենք ստեղ ես մի քիչ ռիսկեր տեսնում եմ այդ առումով։ Հաջորդ խնդիրը կապված քիչ հետո մարտիկ հիմնադրամի մասն էլ կասեմ, որտեղ 2001-2 թվականից քաջածանոթ եմ հիմնադրամի նաեւ գործնեայությանը։ Մենք ասում ենք 5.5 միլիարդ, 10-12 միլիոն դոլար։ Միջին շահութաբերությունը, եթե վերցնենք ոչ ռիսկային շահութ, 3-4% է։ Ընդունենք 10%-ի շահութաբերության մասն եմ խոսում։ Այսինքն այդ 10-12 միլիոնի դեպքում կլինի տարեկան ուրեմն 1 միլիոն, 1.2 միլիոն կարգի։ Կարող է ես դուք կճշգրտեք նայած որտեղ եք դուք ձեր ինվեստիցիաներ անում։ Այսինքն այդ 1 միլիոնը, 1-2 միլիոնը լայն առումով այդ ապահովագրական ռիսկը կարողանում է փակի կոմպենսացնի։ Ես քննրեի ձեր ամփոփիչ ելույթում դուք այն ոնց ասեմ, չի կարելի միջինացնել ասել, որովհետև դա ճիշտ չի լինի, բայց այնուամենայնիվ ֆորս մաժորների դեպքում ինքը փակելու է, թե չի փակելու։ Ինչ վերաբերում է մարտիկ հիմնադրամին, մարտիկ հիմնադրամի գումարները շատ ավելի համեստ են։ Այսինքն եթե ես հաշվեմ, դա 100-120 հազար դոլար պետք է բերել 1 միլիոն, 1.2 միլիոնից տարեկան։ Այսինքն այդ մարտիկ հիմնադրամի կատարված գործնեայության մասին ես չեմ կարծում, դա ճիշտ է, դա հայրենասիրական, հայրենանվեր գործ է, բայց շատ համեստ թվեր են դա։ Ես քննրեի նաև ձեր ելույթում ամփոփիչ դուք անդրադառնայիք այն չափերի մասին, որի մասին մենք մտածում ենք։ Նորից եմ ուզում հիմնական միտքը շեշտադրումս հետևյալն է։ Եթե մենք պատերազմի մեջ ենք, եթե սա լուրջ քննարկվում է, դուք պետք է ցույց տաք, որ շատ կարճ ժամանակում այն խնդիրները, որ բանակի շուրջը առաջացել էին, դրանք անպայման հանվելու են։